Եթե անհրաժեշտությունը լինի, դրա կարիքը լինի, հնարավոր է, որ փակված գիրկը ծալած էջը բացվի։ Եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, ապա ինչպես նախկինում, ապա շնոր իշխանությունների մասին իր կարծիքը բարձրաձայնելու է։ Այս մասին Ազատության հետ զրույցում համոզմունք հայտնեց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Նշենք, որ շաբաթ օրը կայանալու է ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստը, որտեղ ԲՀԿ-ականները կոչով դիմելու են Գագիկ Ծառուկյանին կրկին վերադառնալ քաղաքականություն։ Հիշեցնենք, Ծառուկյանը հեռացավ մեծ քաղաքականությունից անցած տարվա փետրվարին նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած սուր հակասություններից եւ փոխադարձ վիրավորանքներից հետո։ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք։ Լեցուն փողոցների եւ հրապարակների միջոցով ստիպելու են գործող իշխանություններին վերջապես գալ սեփական պատասխանատվության բաժինը։ Ավելին, Ծառուկյանի կողմից իշխանափոխության կոչեր հնչեցնելուց հետո Սերժ Սարգսյանը հիշեցրեց օդում կախված լուրերի մասին, մասնավորապես չմուծված միլիարդավոր դրամ հարկերի քրեական հանցագործությունները պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմներ հիմնելու մասին։ Եթե Ծառուկյանը վերադառնում է հաշվի առնելով նաև երբ որ հեռացավ բավական սուր տարաձայնություններից հետո Սերժ Սարգսյանի հետ հիշում եք շատ լավ, ինչ եք կարծում վերադառնալով նա կվերադառնա որպես ընդդիմադիր, թե արդեն որպես կառուցողական այսպես ընդդիմություն։ Հարցը ընդդիմադիր, ես միշտ ասում եմ նման հասկացողություն ինձ համար գոյություն ունի իշխանափոխության հարց, այսպես հարցը ձևակերպեմ, կդնի իշխանափոխության հարց, եթե վերադառնա, որը չի կարողանում երկիրը կառավարի, որը չի կարողանում արտագաղթը կանգնեցնի, որը չի կարողանում մոնոպոլիաների դեմ պայքարի, այդ իշխանությունը պիտի գնա։ Հակառակ դեպքում իմաստը ո՞րն է քաղաքական պայքարի։ Այսինքն կարծում եք, եթե Ծառուկյանը վերադառնա, ապա նման սուր ձևով դնելու է այս հարցերը։ Եթե Ծառուկյանը վերադառնա, ինչպես եւ նախկինում, ապա շնոր իշխանությունների մասին իր կարծիքը բարձրաձայնելու է եւ իր տեսակետը արտահայտելու է, ինչպես եւ մեզանից յուրաքանչյուրը։ Ծառուկյանը սկսեց կոշտ խոսել իշխանության հասցեին, սկսեց իշխանափոխություն պահանջել։ Միանգամից Սերժ Սարգսյանը նշեց, որ օդում կախված տարբեր մեղադրանքներ կան եւ Ծառուկյանին մեղադրեց այդ օդում կախված լուրերի համաձայն տարբեր հանցագործությունների մեջ կարելի ասել։ Հիմա նույնը չի կրկնվի, եթե նա նորից փորձի իշխանությանը քննադատել եւ նման հայտարարություններ անել։ Օդում կախված այդ ձեր նշած ամեն ինչը ես դրանից հետո այս 2 տարվա ընթացքում տեսնում եմ միայն Գագիկ Ծառուկյանի պարանոցից կախված պետական պարգև, օլիմպիական ամենաբարձր պարգև, միգուցե սա էլի նկատի ունեին։ Վայր դնել կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Կվերադառնա արդյոք Գագիկ Ծառուկյանը, թե ոչ, ԲՀԿ-ում փորձում են միանշանակ պատասխան չտալ։ Դե մենք բոլորս ենք պարտակ, որ ժողովրդի ձայնին ականջալուր լինելու։ Բոլորս ենք դա մեր սրբազան պարտականությունն է։ Նկատի ունեք, որ նրան առաջիկայում կտեսնենք որպես ԲՀԿ կուսակցության ղեկավար։ Դե ես ասում եմ, ես կարծում եմ մենք բոլորս պիտի ականջալուր լինենք, եթե ժողովրդի կողմից կա որևէ խնդիր բարձրացված, մենք պետք է ականջալուր լինենք բոլորս, այդ թվում Գագիկ Ծառուկյանը։ Պարոն Խաչատրյան, լռությունն էր 2 տարի շարունակ, ոչ ոք չէր պահանջում Գագիկ Ծառուկյանի վերադարձը եւ հանկարծ երբ ընտրություններին մի քանի ամիս է մնացել, ժողովուրդը սկսեց նրա վերադարձը։ Մեր բոլոր հանդիպումների ժամանակ այդ խնդիրը արծարծվել է, այդ պահանջը դրվել է։ Նշենք, որ ընդդիմադիր որոշ ուժեր ընդգծում են, թե Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն համաձայնեցված է իշխանությունների հետ եւ նպատակն էլ խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ձայները փոշիացնելն է։ Այսինքն դուք բացառում եք, որ Սերժ Սարգսյանը նրան նորից քաղաքականություն վերադարձնում Գագիկ Ծառուկյանին։ Ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանին վերադարձնել, չվերադարձնելու խնդիր կարող է լինել քննարկել ինչ որ մարդկանց հետ, քաղաքական իշխանությունների հետ, ինչ որ հարցեր քննարկել, ինչ որ բաներ անել, դա ես նորմալ եմ համարում, եթե նման բաներ կլինի եւ միգուցե եւ կլինի։ Ես դա նորմալ եմ համարում։ Այսինքն հնարավոր է, որ քննարկել է Սերժ Սարգսյանի հետ։ Քննարկել ինչ է նշանակում։ Քննարկել տարբեր ձևի կարելի է հասկանալ։ Այո, եւ քննարկել կարելի է եւ նախագահի հետ, եւ ազգային ժողովի նախագահի հետ, եւ իր քաղաքական թիմի հետ, եւ այլ քաղաքական թիմերի հետ, եւ հակառակորդ քաղաքական թիմի հետ։ Ինչա մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում, մենք Թուրքիայի հետ չենք քննարկում հարցեր։ Մեր նախագահն ինչ Ալիևի հետ քննարկումներ չի անում։
Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեցինք պարզել, ի վերջո կլսի Ծառուկյանը հանրությանն ու նաև իր կուսակիցների ձայնը եւ կվերադառնա քաղաքականություն։ Տոնոյանն ասաց, թե դեռևս այս հարցը Ծառուկյանի հետ քննարկելու հնարավորություն չի ունեցել, քանի որ նա բացակայում է Հայաստանից։ Գիտեք, իհարկե մշտապես Գագիկ Ծառուկյանը նաև ինքն էլ անձամբ նշել եւ մասնավոր խոսակցություններում եւ հրապարակային, որ իհարկե շատ հարգանքով է վերաբերում բոլոր այն մարդկանց կոչերին, հորդորներին, խնդրանքներին, որոնք հնչում են իր քաղաքականություն վերադառնալու հավանականության թեմայի հետ կապված։ Սակայն թե ինչպիսին կլինի դեկտեմբերի 3-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքորդի նիստին տեղի ունեցող իրադարձությունները ինչպիսին կլինեն եւ թե ինչպիսին կլինի դրան հաջորդող իրադարձությունները, այս պահի դրությամբ ես որևէ տեղեկատվություն չունեմ, քանի որ առիթ չի եղել այդ մասին պարոն Ծառուկյանի հետ խոսելու, նա մասնավորայցով բացակայում էր երկրից եւ վերադառնալուց հետո միայն նոր հնարավոր լինի իրենից հստակեցնել ապայի, եթեի եւ հնարավորի այսպես համադրությունը, թե ինչպիսին կլինի։ Այս պահին ես որևէ ինֆորմացիա չունեմ դեռ այդ մասին։